Իսկ եթե Հուդան չմատներ Հիսուս Քրիստոսին։ Պատմության մեջ հազվադեպ են լինում անուններ, որոնք խորհրդանիշ են դառնում որևէ բանի։ Հուդա Իսկարիովտացի, մարդ, որ քայլում էր Հիսուս Քրիստոսի կողքով, լսում էր նրա խոսքը, տեսնում հրաշքները, բայց դարձավ դավաճանության խորհրդանիշ։ Սակայն շատերին հուզում է մի հարց. իսկ եթե Հուդան չմատներ Քրիստոսին, ինչպես կկատարվեր փրկության ծրագիրը։ Արդյոք Աստծո ծրագիրը կխափանվեր, թե կգտնվեր այլ ճանապարհ։ Արդյոք Հուդայի դավաճանությունը նախասահմանված էր, թե նա իր կամքով ընտրեց։ Այս հարցը ոչ միայն աստվածաբանական է, այլ նաև փիլիսոփայական։ Այն վեր է հանում մարդկային ազատ կամքի եւ աստվածային նախասահմանության մեծագույն առեղծվածը։ Այս տեսանյութում փորձելու ենք հասկանալ, ինչ է ասում նոր կտակարանը Հուդայի դերի մասին, ինչպես են եկեղեցու հայրերը մեկնաբանել նրա ազատ կամքը եւ ինչպես են ժամանակակից քրիստոնյա հեղինակներն ու ապոլոգետները պատասխանում այն հարցին, թե ինչ կլիներ, եթե Հուդան չմատներ Հիսուս Քրիստոսին։ Իսկ մինչ այդ բաժանորդագրվեք ապոլոգիա կենտրոնալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա տեսանյութերը։ Նոր կտակարանում Հուդան ներկայացվում է որպես 12 առաքյալներից մեկը։ Նա ընտրվել էր անձամբ հենց Հիսուսի կողմից եւ վստահություն էր վայելում, քանի որ պահում էր դրամապանակը։ Բայց ավետարաններն ասում են, որ նրա սրտում սկսեց հաճել կասկած ու շահախնդրություն։ Հովհաննեսի ավետարանում կարդում ենք, որ Սատանան մտավ նրա սիրտը, ինչպես նաև իմանում ենք, որ նա գող էր եւ դրամապանակից հաճախ գումար էր գողանում։ Սակայն հենց Հիսուս Քրիստոսն է նախքան իր ձեռբակալությունը ասում. Մարդու որդին գնալու է, ինչպես որ նրա մասին գրված է, բայց վայ այն մարդուն, որի ձեռքով մատնվելու է մարդու որդին։ Այս խոսքը ցույց է տալիս, որ Հիսուս Քրիստոսի մահը նախասահմանված ծրագիր էր, սակայն Հուդայի մեղավորությունը մնում է անձնական, նա ընտրեց դավաճանությունը։ Աստծո ծրագիրը անփոփոխ է, բայց մարդը մնում է ազատ իր ընտրության մեջ։ Եկեղեցու հայրերը այս հարցին վերաբերվել են առանձնահատուկ զգուշությամբ։ Աստված օգտագործեց Հուդայի չար նպատակը բարի նպատակի իրագործման համար։ Աստված ոչ թե ստիպեց Հուդային մատնել, այլ կանխապես գիտեր նրա ընտրությունը եւ այն ներառեց իր փրկության ծրագրում։ Օգոստինոս Երանելի։ Եթե Հուդան չլիներ, ուրիշ մեկը կգտնվեր, որովհետև Քրիստոսի զոհաբերությունը մարդկության փրկության համար անխուսափելի էր։ Այնպես որ Հուդան անհրաժեշտ չէր Աստծո ծրագրին, նա պարզապես դարձավ նրա կամովին գործիքը։ Հովհան Ոսկեբերան։ Աստված երբեք չի գործում մեղքի միջոցով, բայց կարող է մեղքի հետևանքները դարձնել փրկության միջոց։ Գյուրեղ Ալեքսանդրիացի։ Այստեղ կարևոր է հասկանալ, Հուդայի չմատնելը չէր կարող խափանել Աստծո ծրագիրը, որովհետև Աստծո կամքը երբեք կախված չէ մարդկային մեղքից։ Ժամանակակից քրիստոնյա գիտնականները այս հարցը դիտարկում են ազատ կամքի փիլիսոփայության շրջանակում։ Եթե Հուդան չմատներ Քրիստոսին, Աստված պարզապես կօգտագործեր մեկ այլ միջոց, նույն նպատակը իրագործելու համար։ Աստված գործում է ոչ թե որոշակի անձերի միջոցով պարտադիր, այլ ազատ կամքով ընտրող մարդկանց միջոցով։ Ուիլյամ Լեյն Քրեյգ։ Հուդան ներկայացնում է մարդկային ազատության մութ կողմը։ Նրա պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ երբ մարդն իր ընտրությամբ դավաճանում է, Աստծո նպատակը անսասան է մնում։ Նիկոլաս Թոմաս Ռայթ։ Հուդան տեսավ ճշմարտությունը, բայց չընտրեց այն։ Եթե նա չմատներ Քրիստոսին, մեկ ուրիշը կընտրեր նույն ճանապարհը, որովհետև փրկության պատմությունը մարդկային ընտրության ազատության մասին է, ոչ ծրագրավորված պարտադրանքի։ Այսպիսով, ժամանակակից քրիստոնյա մտածողները համաձայն են. Աստված չէր սպասում, որ Հուդան դավաճանի, բայց գիտեր, որ մարդը կարող է ընտրել չարը եւ այդ ընտրությունը դարձավ փրկության գործիքը։ Եթե Հուդան չմատներ Քրիստոսին, միևնույն է, Հիսուս Քրիստոսի խաչելությունը եւ քավությունը պետք է իրագործվեր։ Գուցե դա տեղի ունենար այլ ձևով՝ հրյա իշխանավորների դատավարությամբ կամ ժողովրդի մերժմամբ կամ հռոմեական քաղաքական շարժման արդյունքում, քանի որ Աստծո ծրագիրը ոչ թե կախված էր Հուդայից, այլ ուղղված էր մարդկության փրկությանը, այդ զոհաբերությունը միևնույն է պիտի կատարվեր։ Սակայն տարբերությունը կլիներ մի բանում՝ Հուդան չէր դառնա դավաճանության խորհրդանիշ։ Նրա պատմությունը կավարտվեր այլ կերպ, բայց աշխարհը կշարունակեր գնալ դեպի նույն խաչը։ Այսպիսով, եթե Հուդան չմատներ Հիսուս Քրիստոսին, Աստծո ծրագիրը միևնույն է կիրականանար, բայց այս հարցը մեզ հիշեցնում է ոչ թե պատմական ինչուների մասին, այլ այն մասին, որ Աստված երբեք չի պարտադրում չարը, բայց կարող է այն դարձնել բարու գործիք։ Հուդայի պատմությունը մեզ հիշեցնում է, որ Աստծո կամքը կատարվում է անգամ մարդկային սխալների միջոցով։
բայց յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր ընտրության համար։